քան այսօր մեր գրածի համար ենք մենք ստանում։ Հա, մյուս հարցը։ Երկու հարց է։ ԶՀՎ ներկայացուցիչները ինչ պետք է անեն։ Այո, Երկու երիտասարդ տղաների։ Հա, շատ լավ։ Գիտեք, ես միշտ ասում եմ, որ ԶԼՄ-ների, լրագրողների գլխավոր խնդիրն այն է, որ չվախենան, չզգուշանան, իրենց ներսի գրաքննիչը գլուխ չբարձրացնի, հա։ Մենք պիտի մեր գործը շարունակենք անել, անկախ նրանից, չգիտեմ, Ռուբինյան, Վագ Ալեքսանյան, չէ Պողոս, Պետրոս, ով ինչ կխոսի եւ ինչքանով կփորձի խանգարել մեր աշխատանքին, նույն Նիկոլ Փաշինյան եւ այլ, մենք պիտի մեր գործը անենք, ինչպես արել ենք Սերժ Սարգսյանի ժամանակ, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, բոլոր ժամանակներում լրատվամիջոցները նույն գործն են արել, նույն ոճով են աշխատել, նույն ոգով են աշխատել եւ ոչինչ չի փոխվել մեր կյանքում։ Այդ գլխավոր անելիքն է։ Իհարկե շատ լավ կլիներ, անցած օրը Անին էր կարծեմ Հովհաննիսյան առաջարկ արել, որ եկեք մտածենք մի բան, որ սրա դեմն առնենք այս թիրախավորելու, այս մեզ խանգարելու բաների։ Լավ կլիներ, որ մենք կարողանայինք ինքնակազմակերպել եւ ինչ-որ քաղաքաքայլեր անել, իհարկե դա վատ չէր լինի, բայց ճիշտ ասած մենք այնքան ծանրաբեռնված ենք, այնքան շատ մեր աշխատանքը մեզնից ջանք, էներգիա, ժամանակ է խլում, որ հեչ հնարավոր էլ չի, որպեսզի լրացուցիչ ինչ-որ գործընթացների մեջ մտնենք։ Առանց այդել հիմա մենք լրագրողներս այդքան էլ լրագրություն չենք անում, ինչքան ավելի շատ ինչ-որտեղ քաղաքական գործունեություն, քաղաքացիական գործունեություն, չէ, նույն քաղաքասարակության նաև ֆունկցիան ենք մեր վերցրել մեր վրա, ընդդիմության ֆունկցիաներն ենք ինչ-որ չափով վերցրել մեր վրա, որտեվ այս երկրի լավ քաղաքացիներ ենք, որտեվ ցավում ենք մեր երկրի համար, տեսնում ենք երկիր ուր է գնում եւ փորձում ենք ինչ-որ ձևով ինչ-որ բան կանգնեցնել։ Ինչ վերաբերում է երիտասարդների դեպքին, ցավալի, շատ ցավալի դեպք է եւ սա այն նույն շրջանակում է, որ այս մարդիկ չունեն ոչ կարմիր գիծ, ոչ ինչ-որ սահմանափակում, ոչ դեմոկրատիայի մասին պատկերացումներ, ոչ հանրային համերաշխությունը վերականգնելու որևէ ջանք, որևէ նպատակ իրենց առաջ իրենք չեն դրել։ Այդ է խնդիրը, որ հիմա մենք այսպիսի վիճակում ենք։ Եվ ի վերջո, երբ որ դու երկիրը հասցրել ես այս վիճակին եւ Արցախ ես կորցրել, այսքան կորուստներ են եղել, որ ամեն օր Ադրբեջանից մենք երեք էլ լսեցինք, չէ, Ադրբեջանի ՄԻՊ-ը դիմել է, որ ցեղասպանություն ճանաչվի։ Այսինքն ամեն օր այդ խոսույթի մեջ ապրող ժողովուրդը առանց այդել ստրեսի եւ ծանր շոկային պայմաններում է գոյատևում։ Եվ միտեղ էլ, այո, մեկը քեզ կթքի, կմրի, միտեղ էլ կփորձի քեզ խփել, միտեղ էլ քեզ կվիրավորի եւ այլն։ Դու պիտի հասկանաս, որ այդ իրավիճակի բնական արձագանքն է մարդկանց այս պահվածքը եւ այդ երիտասարդներին ես չգիտեմ էլի պիտի մարդը պիտի բարոյականության, մարդկայնության, հայ լինելու բոլոր որակները կորցրած լինի, որ այդ տղաների նկատմամբ մեղադրանք հարուցի եւ փորձի տանել բանտ։ Ի վերջո մենք տեսնում ենք, չէ, այսօր հենց այսօր մենք լուր ենք տպագրել, որ այդ Ամերիկայում մեր դեսպանը չէ Մկրտչյանին չէր արել, Նարեկ Մկրտչյանի եղբոր նկատմամբ հարուցված գործը մի տարի պայմանական են տվել, փակել են գործը, երբ որ զենք էին հայտնաբերել իր մոտից։ Այդ չեմ ասում մյուս բաները։ Լավ, ենթադրենք զենք է եղել եւ զենք։ Բայց այդ նույն զենքի համար հիմա մեր հերոսը, մեր Աշոտ Երկաթը բանտում է, չէ, մի ամբողջ տարի բանտում է անցկացնելու։ Ոնց կարելի է այդքան անհավասար, այդքան անմարդկային, անարդար պայմաններ ստեղծել, այնտեղ հերոսի դեպքում, այս դեպքում նախարարի եղբոր նկատմամբ։ Հիմա նույնն է այս երեխաների դեպքն է։ Իսկ ով է ասել, որ պիտի ցանկացած, չգիտեմ, քայլ, նույնիսկ եթե ընդունենք հանցագործություն եք համարում դա, ով է ասել, որ պիտի մեղադրանք առաջադրվի, կալանքի տարվի, ձերբակալություն լինի, ով է ասել։ Հայկական երկրորդ տալիքների